Եկան Ոյ Ես ինչ եք անում Գնացեք Դե լավ դե խելոք հա Խելոք Դե գնացեք Գնա առաջինգի Գնացեք Ինձ ուղեկցում եք Դե գնա գալիս եմ գնա Գնա էլ չկպչես շորերիս հա Ստիպված պետքա փոխեմ շորերս Եկեք Ողջույն սիրելի հետևորդներ ջան, այսօր երկրորդ վլոգն է, որը սկսում եմ իմ և ձեր համար Ուրեմն գնումներս մի հատ էստեղ Տեսնեք զանգին ինձ ինչ որ եմ գցում Եվ դա հետևում ամեն օր, ամեն անգամ երբ որ ես դրսից տուն եմ գալիս Դե փոքր են, դեռ չեն հասկանում, բայց փորձում եմ իրենց հասկացնել, որ երբ որ ես դրսից գալիս եմ, այդպես չցատկեն իմ վրա, ինչ են հասկանում, կենդանի են, էլի Հագուստս փոխել եմ, ձեռքերս լվացել, առաջին հերթին իմ կաթնահունցի խմորը վրա եմ հունցել, առանց ձեզ, հաջորդը ձեր հետ սիրելի հետևորդներ ջան, շատ եմ շտապում, գործերս շատ են Այստեղ սննդային թաղանթն եմ ուզում ձեզ ցույց տալ, թե ինչքան հեշտ է սրանով որևէ մի բան փակել, քանի որ քաշում ենք եւ հեշտ ու հանգիստ կտրվում է եւ ինչ որ դժվարություններ չի առաջանում Այստեղ իմ սիրելի մանդարինն եմ գնել, խոշոր, փայլուն, սա քիչ հետո կճաշակել, լավաշ եմ գնել, օջախի լավաշ, Այ, անտիկ, օտարները այս կողմ, իշտ են պետք են գալիս, կանաչիներ, քարը կանաչի, ով որ չուտի թողամաչի, թարխուն, իսկ ուտելու ժամանակն է, բրդուճ ենք անում, բանիր ենք լցնում լավաշի մեջ, ձու ենք եփում և վարունգ պամիդոր մանրացնում, հետո համով ուտում, այս պահին ոչ ուտում եմ, ոչ խմում եմ, իրենք ասել, կոֆեն մոռացել եմ, այս էլ սոխ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, դա իմ ազատորն է, մի լավ տեղից սոխել ուտեմ Այս սենց բան Դատարկ այդ կոֆեի ամանը, մի գտար կոֆե կա մեջին, ենքան ասեցի կոֆեն ուզում եմ քիչացնել, մորացած արնեմ, ես էլ դատարկ եմ, հա, քանի որ ստեղ ինչ-որ հարմար վազա չեմ վերել, հացամանի մեջ կլցնեմ, հացամանը երբեմն այդքան էլ շատ չեմ օգտագործում, բայց սիրում եմ, որ միշտ սեղանի վրա է լինում, այս անգամ հացամանի մեջ Այս սիրում ընտիր մանդարինները կլցնեմ, հետո ձեռքի հետ կփոխեմ էլի իրենց պիտակով, շատ ընտիր է, շատ եմ սիրում ես, ցիտրուսային մրգեր, այս ինչքան ճոխա է, իհարկե առնելու ժամանակ ոճարովին հարցնում եմ, հա ոնց է, հո շատ կորիզով չի, քաղցրա թե թթույա, դե արդեն վստահորեն առնում են, քանի որ իրենք էլ են ճաշակում և իրենց հաճախորդին ուզում են գոհացնել, սիրելի հետևորդներ ջան, մի տեսեք թե ինչքան ճոխը ստացվեց, սա այստեղ թողնում եմ կոֆեի համար, որ իմ կոֆեի ամանը մնացել է մի գտակ, մի բան կմտածեմ, ուրիշ որ բան չլինի, գործերս ավարտելուց հետո, թեկուզ և ուշամի, կգնամ համել, ման կգամ էլ իրիկվա այդ հովի հետ, քանի որ եղանակը շատ լավն է, չնայած մարտն է, ինչ իմանամ, եթե գժություն չանի, հլավոր այս պահին արևա, երեկոյան ժամերն ենք մոտենում, հավերին փակել էին օր էի գնացել, սիրելի հետևորդներ ջան, բայց զանգին ու զրանգին բաց եմ թողնում, հիմա գնամ հավերիս էլ բաց կթողամ, քանի որ իմ կաթնահունցի խմորը հունցել եմ, վրա եմ հունցել, ամենակիչը գոնե պիտի մի ժամ մնա, մի ժամ գնամ ինչ-որ մի գործ առաջ գցեմ։ Ես խմորը բերեցի, մի հատ էլ ասում եմ Հիսուս Քրիստոս, և հիշում եմ, որ մեր մեծերը միշտ խմորը, երբ որ սենյակից սենյակ անց էին կացնում, այդ խոսքն էին ասում, տատիցս էլ եմ լսել,
ու եկել եմ այս տանն եմ լսել մեր մեծերից սիրելի հետևորդներ ջան, խմորը պատրաստ է, 2 անգամ վրա եմ հունցել, հետո որ գնացի դարակից փիշներ բերեցի, ամեն դեպքում բերել եմ, չնայած որ ես բուսայողով եմ աշխատելու խմորի հետ, հավեսս եկավ, իմ այս սիրուն գոգնոցն եմ բերել, որը շատ հազվադեպ եմ օգտագործում, ինքը իր ձեռնոցն էլ ունի, թաթուջաղն էլ ունի, անց եմ կացնում, այսքան ժամանակ ձեր հետ ամեն մի գործ արել եմ խոհանոցում, բայց գոգնոցս չեմ կապել, դրա կարիքը ես չեմ զգացել, չնայած միշտ սիրել եմ, որ ուրիշի վրա կապած տեսել եմ, հիմա էլ չգիտեմ, մտքովս անցավ, որպես կաթնահունց, որոշեցի կապել, այսենց, խմորը արդեն, որ վրա ենք հունցում, սիրելի հետևորդներ ջան, էլ չեն թողնում, որ էլի կա, լագանը լծվի, այստեղ կողքերից երևում է, որ ինքը եկել, լծվել է, հետո էլի իջել է, հիմա մնացածը, որ պիտի բարձրանա, արդեն գնդի մեջ կգա, այս մի կողք եմ դնում այստեղ, մի հատ ասեմ ինչ պատրաստություններ եմ տեսել, քանի դեռ սա փակ է, այսպես երեսը փակ է, ուրեմն այստեղ միացրել եմ ջեռոցը, սա եմ բերել, պետք է գալու, ծունոր պետք գալու, լվացած մաքուր, մի հատ էլ ուզում եմ փորձեմ այրոգրիլի մեջ, սա էլ եմ բերել, մի գունդը կդնեմ այստեղ ու այս ֆորմայի մեջ եմ անելու, իսկ եթե ֆորմա չունենք, կարող ենք կլոր պղնձի մեջ անել, մեջտեղը մի հատ բաժակ դնել հաստ, կոպիտ բաժակ, եթե նախապես փորձել եք, որ այդ բաժակը, ասենք, տաք թեյ ենք լցնում կամ եղմանջուր ենք լցնում, կապ չունի ու այդ բաժակը դիմանում է, այստեղ չամիչը լվացած, պատրաստ, շտապես ես անում, այդ ամեն ինչը պատրաստ ունենում է, այստեղ յուղաթուղթը բացվողի, ինքը չափով կտրված, այս տիպի յուղաթուղթն է, սրան շատ հավանեցի, հիմա սրան մի հատ փաթաթում եմ, քանի որ պետքա ես խմորը մասերի բաժանեմ ու քանի որ ուզում եմ հյուս քանեմ ու սիրուն ստացվելու համար կակաո եմ ուզում խառնել մյուս գնդի։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, բացում եմ, ասեմ, որ սա մի քանի անգամ պետք է եկել վրա ծալելու և էլի նորից անցկացնելու, բայց կարծում եմ հիմա պետք չի ամեն դեպքում չեմ սեղմում այսպես, կարող է էլի ինձ պետք է այստեղ ու մի կողք եմ դնում, այստեղ նաև որտեղ որ աշխատելու եմ, սեղանի վրա բուսայող եմ լցրել, նաև ամանի մեջ եմ բուսայող լցրել, որ ձեռքս թաթախեմ այս բուսայողում և շիշը չբռնեմ ամեն անգամ, այս բուսայողը ինձ պետք է գալու նաև կակաոն տարածելու համար, կակաոն էլ եմ մոտեցրել, ցույց տամ, թե ինչ տիպի կակաո եմ ես օգտագործելու, զիպփականով ռուսական կակաոն է ու դեռևս իր պիտակը իր վրա է, 550 դրամ, այնքան ամուր են կպցնում, չի էլ պոկվում, ընդհանրապես նման դեպքերում ես սիրում եմ տուփերից հանել, հետո ուրիշ փոքր ամանի մեջ լցնել, բայց ես մեկը չգիտեմ, ինչի անտեսվել է, գնացել է, այս առիթով սրանել կլցնեմ մի հարմար տուփի մեջ, ճիշտ է, ասենք զիպփական է, ասում ենք ամուր է, բայց թե մենակ որ պիտակը սենց ամուր կպած է, չնայած մի քանի անգամ փորձել եմ փոկել, հետո էլի հավես չեմ արել ու հենց մնացել է։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, առաջին հերթին ձեռքերս մաքուր է և արդեն մի հատ բուսայողում երկու ձեռքս էլ մի լավ մատերս տարածում եմ, եթե որևէ մեկը ինչ-որ նկատողություն կանի, ասեմ, որ սա իմ տան համար է և ինձ այսպես հարմար է։ Մի հատ ուզում եմ ցույց տալ, թե ես ինչ էլաստիկ լավ կաթնահունցի խմոր եմ ստացել, ահա։ Հիմա թեկուզ և պատառիկ, քանի որ մի անգամից չենք կարող կտրել, այսենց փոքր պատառիկներով, քանի որ բուսայողով իմ ձեռքերը պատված, նաև այստեղ սեղանը, դնում եմ այդտեղ, ամեն մի գունդը կտրելուց հետո, էլի ձեռքերս բուսայողով եմ անում, հետո հիմա մի հատ էլ կտրեմ ու այնտեղ կմիացնեմ շատ հեշտությունով միանում է,
բայց այստեղ հարմար է, որ սենց փոքր կտրեմ։ Ահա, իրար վրա եմ դնում։ Ու էլի նույն ձևով, այս էլաստիկ փայլուն խմորը սենց կտրում եմ, քանի որ իմ մոտ խմորը մի քիչ շատ է ստացվել ու նայ ուզում եմ այրոգրիլի մեջ էլ փորձեմ, թե ինչպես կստացվի ու այդտեղ իմ ֆորման փոքր է, համապատասխան չափը կվերցնեմ, տեսնենք ոնց կստացվի, առաջվա տարիներին եղել է, որ այդ տիպի ֆորմա չեմ ունեցել, կլոր պղնձի մեջ եմ արել և կոպիտ բաժակ եմ դրել մեջտեղը, որ մեջը կլոր մնա, կամ էլ ենքան այդ տարածքը, այդ հյուսքը մեծ ըմբռնացրել, որ ինքնաբերաբար ինքը ինչքան էլ հասունացել է, թխվել է, չի եկել կպելու մեջտեղը, կլոր է մնացել, ինչպես որ ասենք ղուլաջ ենք թխում, չէ, հիմա էլ կա ղուլաջ հացեր, մեջտեղը ձակ, առաջվա տարիներին, որ փռի մեջ հաց էինք թխում, ես ինքս էլ եմ շատ արել, միշտ մի գունդը ղուլաջ էի անում, սիրելի հետևորդներ ջան, ու երեխեքս ձեռքը անց էինք ասնում այդ կլոր տեղով, այստեղ ասեմ, որ 2 մասի եմ բաժանում արդեն իսկ, ուղղակի ուզում եմ ամանից հանել, այստեղ արդեն ինքը խմորը միանում է իրար, ահա տեսեք, սիրելի հետևորդներ ջան, ես ինչքան էլաստիկ կաթնահունց եմ ստացել, ու արդեն այստեղ ձևավորեմ, շատ կուզեի, որ օպերատոր ունենամ, որ այս պահին տեսախցիկը իջեցնել, բայց իմ ձեռքերը արդեն խմորոտ է, բուսայուղոտ է և չեմ կարող, մի հատ էլի անընդհատ բուսայուղով աշխատում ենք, դա չի խանգարում, ընդհակառակ ավելի լավ, և արդեն այստեղ գունդը ձևավորվել է, ինքը մի քիչ փափուկ է, որը շատ լավ է, հիմա սամիկում, որ արդեն հաջորդն է նույն ձևով, ամանից հանեմ, ու արդեն տեսնենք ամբողջ մի անգամից կարող եմ ձեռքս վերցնել, պետք չէ շտապել և նույն ձևի կտրում եմ, սիրելի հետևորդներ ջան, եթե սիրում եք խմորի հետ աշխատել, իսկը ձեր համար է, ես սիրում եմ խմորի հետ խաղալ, ճիշտ է, միշտ չեմ զբաղվում, քանի որ մենակ եմ ապրում ու սենց բաներ չեմ անում շատ, անելիս քիչը չեմ անում, շատն եմ անում, ձեռքս շատ է սովոր, ասենք, հիմա էլ որ ասեցի 3 օր այդքան գործերի մեջ եմ, դրա համար մի քիչ շատ անեմ, բուրկի այելի, սա չի հնանում, սիրելի հետևորդներ ջան, ուրեմն այստեղ ունեցա 2 հավասար այս չափի գունդ, մի հատը մեծ, որը նույնպես պետք է մասերի բաժանեմ, փոքր գնդեր անեմ ու բուրկիները ստանամ, այստեղ արդեն տեղը ազատվեց, սա մի կողք եմ բերում և սկսում եմ սրանց հետ աշխատել։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, այս մի գունդը էլի 2 մասի եմ բաժանում արդեն, որ մի մասին կակաով ավելացնեմ։ Ես այդ գործողությունները կատարեմ և քանի որ պետք է էլի ձևամանի մեջ էլ ինքը հասունանա, մինչև որ ջեռոսն էլ կտաքանա, էդ էլ կհասունանա ձևամանի մեջ, այսենց պիտի երկարացնեմ, որպեսզի ոլորեմ և արանքներում չամիջեմ լցնելու։ Մի հատ այստեղ ես որոշ գործողություններ կատարեմ և նորից կմիանամ ձեզ։ Ձևամանը մի լավ յուղապատում եմ, սա պատրաստ է։ Կարող եմ այստեղ բերել և այստեղ տեղազատել։ Արդեն իսկ որ գունդը որ պիտի այրոգրիլում թխեմ, պատրաստել եմ, չամիջամ խառնել, սիրելի հետևորդներ ջան, և նախքան միացնելը մի հատ այսպես տեղավորեմ։
այստեղ։ Արդեն էլի կարող եմ ձեռքս յուղապատել։ Եվ վերցնել այստեղից։ Սենց, չամիչամ խառնել։ Ու այստեղ մի քիչ կգայինք կհասունանա։ Կձևավորեմ։ Մի քիչ էլ տարածում եմ, չնայած ինքը կփռվի շուտով։ Այս մեկը պատրաստ է, կարող եմ այրոգրիլով տեղավորել, նույնիսկ բայց դեռևս չեմ միացնում, քանի որ այստեղ գործ ունեմ էլի, քանի որ յուղապատել եմ, ահա, մի լավ բուր չամիչեմ լցրել եմ մի գնդի մեջ, սիրելի հետևորդներ ջան, հիմա այստեղ ներքևում սեղանի վրա մեկ գունդը երկու մասի եմ բաժանել, մի մասին կակաո եմ ավելացրել և բուսայուղով հունցել եմ, իսկ հիմա սպիտակ գնդին չամիչ եմ ավելացնում, այս չամիչը շատ սիրուն կերևա սպիտակ խմորի մեջ, առատորեն լցնում եմ, այսպես, հիմա մի հատ մատերից չորացնեմ և ցույց տամ, Սա սպիտակ գունդն է, սիրելի հետևորդներ ջան, հիմա չամիչները հատիկ-հատիկ մի քիչ կտարածեմ, այս էլ արդեն կակաոյով խմորն է, որի վրա դեռ աշխատանքներ ունեմ անելու, եթե համաչափ չի խառնվում կական, դա չի խանգարում, ավելի լավ մեր խմորը հետաքրքիր կթխվի։ Դե հիմա այստեղ չամիչները հատիկ-հատիկ մի քիչ դասավորություն տամ և արդեն տեղափոխեմ ձևամանի մեջ։ Արդեն սա լավ հասունացել է այստեղ, ձուն եմ քսում, որպեսզի արդեն այրոգրիլը միացնեմ։ Սիրելի հետևորդներ ջան, այս մեկը չամիչով արդեն ոլորել եմ, ուզենց երկարություն եմ տվել, բայց ուզեցի, որ սրան էլ չամիչ ավելացնեմ, թող չամիչը շատ լինի, ավելի համեղ կլինի, ահա։ Սրան այդքան շատ չեմ տարածում, քանի որ նրան արդեն առատ չամիչ եմ արել, չուզեցի սրան դատարկ թողնել, սենց հավեսով, այրոգրիլն արդեն միացրել եմ և ոչ մի ռեժիմի վրա չէ, այլ տաքանալու ռեժիմի վրա է, այդ ընթացքում խմորը նույնպես բարձրանում է, դա իմ իմպրովիզը եղավ, քանի որ այրոգրիլում ոչ մի անգամ խմորեղեն չեմ արել այս ընթացքում, հատկապես կաթնահունցը։ Հիմա նույն ձևով այսպես հավաքում եմ, դառնում է իր համար միջուկ, ահա, այս կողմից սկսեմ, որ ձեզ ավելի պարզ լինի, ինքը խմորը շատ տարավ կպչում է իրարից։ Յուղով թեթև էլաստիկ խմոր ունեմ, մի քիչ կպչում է սեղանից, բայց թե դա չի խանգարում։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, այսպես մի հատ ամրացնում եմ, այսպես, և մեկը մեկի վրայով ոլորում եմ։ Քիչ խուճուճ բաները ստացվեց, բայց ուզում եմ սիրուն բանը ստանալ։ Քանի որ յուղոտը հոսում է, և այսպես շարունակ, մեկը մեկի վրայով, անդադ փորձելով տալ սիրուն ձևավորում։ Այսպես, տտում ենք, ձեռքի հետ կլորացնում, որպեսզի արդեն ձևամանի մեջ դնեմ։ Չեսնում եմ ձևամանը և շատ արագ և հմտորեն այստեղ մի քիչ էլ այստեղ եմ տարածում, ինքը կա արդեն թխվելու ընթացքում այստեղ կկպչի իրարից։ Ստացվեց ինչ-որ մի բան, քանի որ ֆորմայի մեջ ոչ մի անգամ չեմ արել,
Եվ թողնեմ մի փոքր հանգստանա ու կտեղափոխեմ ջեռոց, սիրելի հետևորդներ ջան։ Անպայման ձու եմ գցում։ Եվ մի քիչ էլ քունջութի սերմեր եմ տարածում։ Մի քիչ էլ կհանգստանա ու նոր կտեղափոխեմ ջեռոց։ Այստեղ ջեռոցից տաքանումը, ապակին տաքացել է, որը կնպաստի խմորի տաք մնալուն։ Կարմիրում արդեն ես էլ մի հատ մանդարին ճաշակ եմ, անտիրոս շատ։ Մի քիչ թարմություն կստանամ և կշարունակեմ գործս, մնացած խմորը փոքր բուրգիներ եմ թխելու։ Անտիր կարմրել է և բարձրացել է, սիրելի հետևորդներ ջան, այսպես բաց թողնում եմ, մի քիչ կիսաբաց, ինքը հովանա, հետո նոր կհանեմ։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, այս ընթացքում ես խոհանոցից դուրս չեմ գնացել ու արդեն այս գազօջախի 2 թավայի մեջ այսպես փոքր գնդեր եմ արել, որ բուրգի ստանամ։ Ճիշտ է ինքը բուրգու խմոր չէ, բայց կդառնա։ Ուրեմն այստեղ արդեն ոնց որ թե հովացել է։ Այսինքն ջնջիլա է։ Ոյ, դեռ տաք է, բայց այրոգրիլում տաքը մի քիչ երկար է պահում, երկու կողմն էլ կարմրացրել է, սիրելի հետևորդներ ջան, եւ այստեղ եմ մնում եւ այս էլ արդեն սննդային թաղանթով փակել էի, ահա, սիրելի հետևորդներ ջան, բայց մի կողմը մի քիչ ուռուցիկ է ստացվել, հիմա սա էլ բացեմ եւ արդեն ժամանակն է, որ գազօջախ տեղափոխեմ, 180 աստիճանի վրա է ու այն ցանցի վրա եմ դնելու։ Տեսնեք, ոնց կստացվի ֆորմայի մեջ։ Հիմա այստեղ ձուն եմ գցում, 2 թավա։ Ձուն կգցեմ ու արդեն սա էլ կտեղավորեմ թխվելու։ Այսպես փոքր շարիկներ եմ արել։ Եթե ձեզ դուր կգա, կարող եք դուք էլ մի քիչ մեծ խմոր անել, երբ որ թխվում է, սա չի հնանում, կարող ենք 2-3 օր ուտել, սիրելի հետևորդներ ջան, հատկապես եթե տանը փայտի վառարան ունեք, կարող եք դրա վրա տաքացնել կամ էլ գազօջախի պլիտայի վրա տաքացնել հաջորդ օրերին, շատ ավելի համը ավելի է լավն անում։ Առաջվա տարիներին, որ շատ գաթա էինք թխում, թե որ փուռը վառում էինք, փուռը տքանում էր, այդ տաքը չէինք ուզում էլի, որ իզուր գնա կորչի, գաթան շատ էինք անում, հետո ինչ 2-3 օր շաբաթով էինք ուտում ու պեչի վրա տաքացնում էինք, ավելի էր համովանում։ Սա էլ նման է դրան, ինչ տարբերություն։ Այսպես, բայց նաև մի բան ասեմ, սիրելի հետևորդներ ջան, ես ավելի շատ սիրում եմ ալյուրով աշխատել, քան բուսայուղով։ Նկատեցիք, որ ինչքան էլ բուսայուղով է, մտածում ենք, որ ալյուրը փոշի առաջացնում, կամ մեր կոկնոցը, մեր շորը ալյուրոդվում է, բայց ամեն դեպքում ինչքան էլ բուսայուղ ենք անում, էլի կպչում է։ Զատիկի համար, որ կանեմ, ալյուրով եմ անելու, ալյուրով եմ աշխատելու, ալյուրով ավելի հստակ եմ ես իմ գործը անում, ես չեմ ալյուրոդվում, անգամ եթե առանց կոկնոցի եմ աշխատում, շատ հստակ եմ աշխատում ալյուրով գործ անելու ժամանակ, սիրելի հետևորդներ ջան,
Ինչու թե ես այդքան էլ չեմ հաշտվում բուսայողով աշխատելու հետ, քանի որ ճիշտ է ինքը մեզ թվում է թե հեշտ է, բայց երբեմն որ բուսայողը արդեն մենք ամեն անգամ թաթախում ենք ու խմորը հեշտ կտրում ենք, բայց ամեն դեպքում ինքը հետ է գնում, այսինքն դառնում ավելի առածկական ու այդքան էլ շատ չի մեզ ենթարկվում, թե կպչելու պահով և թե ձգելու երկարացնելու պահով, բայց որ ալյուրով ենք աշխատում, ալյուրով շատ շուտ է ենթարկվում, ինչքան ձգում ենք, ուզում ենք երկարացնել, այս ու այն կոնտանել, ալյուրը պահում է և խմորը ձգած տեղից հետ չի գնում, այդ դրա համար եմ ես սիրում ալյուրով աշխատելը։ Սա եղավ իմ կաթնահունցի երկրորդ մասը, սիրելի հետևորդներ ջան, որ ես միացա ձեզ և այսքան գործը կատարեցի, բոլորիդ բարի դիտում եմ մաղթում։ Այս րոպեներին ուզում եմ, որ դուք էլ ձեզ լավ զգաք, շփվեք և միշտ լավ գործեր անեք։ Հիմա այս ամենը կատարելուց հետո կսպասեմ, որ ֆորմայի կաթնահունցն էլ թխվի և դա էլ տեսնենք, թե ինչպես է թխվում, թե սրանք արդեն պարզ են, փոքր ուլգիները կթխվեն, կկարմրեն, սրանց գործը հեշտ է, չեմ կարծում, որ ֆորմայից դուրս չգա, քանի որ ինքը լավ յուղապատեցի, խմորն էլ ինքը յուղով եմ այդպես բացել, ձևավորել, և մի ահագին բան ստացվեց, կենդանիներիս էլ բաժին կհանեմ, շներիս, հավերիս և նորից եմ ուզում հիշել մեր մեծերի այն լավ խոսքը, որ բաներ եթե մի համոք բան եք թխում, պետք է պայման մեր կենդանիներին էլ տանք, պարտադիր այդ տվյալ խմորի լագան է լվանում ենք և այդ խմորաջորը դեն չենք նետում, մեր հավերին ենք տալի, ինչպես որ ես կանեմ, դե հիմա ինձ մնում է սպասել։ Այս ընթացքում այրոգրիլի մեջ թխվածը վերցրել եմ ու գնացել դուրս, համ ես եմ կերել, համ իմ կենդանիները, թե շները ու թե հավերը, ասեմ, որ կորժիկի համեր ստացել, քանի որ այրոգրիլը, գիտեք որ, շատ է գոլորշիացնում, մի տեսակ չորացնում է, ես այստեղ եմ, հիմա միասին տեսնենք, թե այստեղ ինչ վիճակ է, և բացում եմ։ Քանի որ միայն ներքևի մասն եմ միացրել, վերևը կարմրելու համար չեմ միացրել, ուй, ինչքան է սիրունացել, այս տեսքն ընդունել, այն որ ասում էի մի մասը մի քիչ ուռուցիկ է, հենց տենց էլ թխվում է, ու հիմա սիրելի հետևորդներ ջան, բարձրացնում եմ, վերև, շատ սիրուն է ախր, չէ շատ բարձրացրի, նորից եմ հետ բերում և այստեղ մի քիչ առաջ եմ տանում, արդեն կմիացնեմ նաև վերև ներքև և սրանցից մեկնում եկը իջեցնեմ, հիմա մի քիչ էլ սպասենք սիրելիներիս, մի հատ էլ ստուգումներ կատարենք, այս ընթացքում նաև երկրորդ թաղում եմ տեղավորել և վերև ներքև տակն եմ միացրել, արի մոտիկ, կարմրել է, շատ եմ տես, շատ, դե ինձ սիրելի հետևորդներ ջան, քանի որ մեկ ձեռքով չեմ կարող վերցնել, վլոգս ավարտեմ, շատ եմ սրտով ստացվեց, դուք էլ միշտ համով բաներ թխեք և միշտ համով բաներ կերեք, առողջ եղեք, մինչ հաջորդ վլոգ։